Պարոն Գյուլնազարյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք ուղիղ եթերում ենք, դուք եւս շնորհակալություն։ Անոր սուրբ ծնունդ։ Մենք էլ ենք շնորհավորում։ Շնորհակալություն հայտնեմ պարոն Գյուլնազարյանից, մի ոսկե անձնավորություն է։ Շնորհակալություն, բայց ներողություն, ես մեկ հարց ուղղեմ իրեն, հետո կխոսենք։ Շատ լավ, պարոն Գյուլնազարյան, եւս մասնակցում եք այս ուխտի երթին, ինչ ակնկալիքներ ունեք եւ մենք նկատել ենք, որ դուք ամեն գիրակի նաեւ պատարակների եք մասնակցում։ Հիմա էլ եմ պատարակից եկել, միացե թիմին, միացե մեր այս խաղաղ քայլերթին, ակնկալիք ունենք, որ այո, Սուրբ եկեղեցին, այ առաքելական Սուրբ եկեղեցուն պիտի առաջնորդները լինեն սուրբ, պահելով իրենց դրված երթումը առաստված, որպեսզի նրանց առաքելությունը լինի միայն Աստծո խոսքը հաղորդել ժողովրդին ու միաբանել եւ իրանք էլ միաբանվեն ժողովրդի մեջ։ Ինչ հերթականությամբ ձեր կարծիքով քայլերի հնարավոր կլինի ապահովել օրինակ կաթողիկոսի հեռացումը։ Ինձ թվում է խելամիտ կգտնվեն, մենք մեր երկրում չի լինի ավելնորդ, բարձր, ինչ-որ հնչեղ խոսակցություններ, իրավիճակներ, իրանք էլ կհասկանան, որ այո, հայ ժողովուրդը խնդրում եւ պահանջում է կաթողիկոսարանում լինի կաթողիկ է, ով հենց պահելով Աստծո խոսքը, Աստծո պատվիրանները առաջին օրինակ լինելու։ Իսկ մարդիկ, ովքեր խախտել են այդ պատվիրանները, ըստ իս չեն կարող առաջնորդել Սուրբ առաքելական եկեղեցին հայ ժողովրդին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Գյուլնազարյան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։